Պետք է գնա։ Հարցը տալու մեզ բերելու պատասխան չունի։ Հարցը տալի ռուսինես բերելու ասում չէ։ Բայց ռուսի քազին ա բերում էլի։ Ակնհայտ ռուսի քազին ա բերում։ Լավ հիշեք բոլորը։ Մինչև այն վերջին կաթիլս։ Պետք է դաժե կմեռնի դրա համար։ Թող այն որ ասում ինձ բանին նորիտի անեն։ Ռուսը չի մտնելու այլևս մեր երկիր։ Ռուսը այլևս կառավարություն չի լինելու։ Այդ ռուսակոծներին որ բերում եք ցեն շարում եք հերթով մեկ սրամ մեկ դրամ, ամենուր մեկը ցլմա։ Սա ռուսամետներ են։ Ռուսի քազեր են, կոծեր են։ Սրանցից ոչ մեկը չի դառնալու կառավարություն, ոչ մեկը։ Հուր հավիտյան ականջների տողալ է։ Թույլ չենք տալու։ Պետք է լինի բոյ ենք տալու։ Պետք է լինի սաղի կհակենք, բեսպրիձելով կլսնենք բերտերը։ Էսի հիշեք։ Բայց թույլ չենք տա մեր երկիրը ստրկացնենք։ Պետության դեմ մտքներից հանեք որ կարակ ինչ որ մի հատ խաղ տակ։ Հազիվ պետություն ենք ստեղծել։ Մեկիդ մտքով չանցնի, որ կարակ այդ դրոշին կպնեք։ Կամ դարձնեք գուբերնիա։ Մոռացեք հուր հավիտյան։ Ունեք ուրիշ գաղափարներ։ Ձեր ուղեղը հասանելի է ինչ որ ուրիշ գաղափարներ, բերեք զրուցենք։ Չէ, մոռացեք Քոչարյան, Սերժ, Լևոն, Սամո մամո, չեմ մանում։ Կարող է մի հատ ուրիշ Պողոս Պետրոս դուրս գա Ռուսաստաններից։ Մոռացեք։ Նորից եմ կրկնում, պետք է լինի ժոսկի բոյ ենք տալու։ Այդ որ ժողովուրդը չի հենում, ձեր նման հետույքները չի պատրում Պողոսներում։ Այդ չի նշանակում որ մենք չկանք։ Որը ժողովուրդը էլ չկա։ Հույսները կտրեք, պրոստե ժողովուրդը հանգիստ իր կյանքով ազգաղում։ Բայց պետք եղած մոմենտին, պետք է լինի, այո, բոլորն էլ ոտի կկանեն։ Անց չկասկածեք, էլի։ 100%։ Մի մարդու նման։ Ու դրանց ժողովուրդը սակաժներից կբռնի, կտանի կգցի, բանի սովետաշենի զիբիլանոցը, ոչ թե ասում։ Ուրեմն ովքեր հույս ունեն, որ կարան զորբայությունով, փողով, սպառնալիքով, ահաբեկելով, մարդկանց, չգիտեմ ինչեր անելով, որևէ իրավիճակ փոխեն։ Իմացեք, որ մատերներդ մնալու է համապատասխան տեղերներդ։ Հայաստանը այլևս օրինական, իրավական, օրենքի դիկտատուրա ունեցող պետություն է, ու լիարժեք օրենք աշխատում է բոլորի համար։ Իմացեք, որ դա ոչ չի ստացվելու։ Որ օրենքի դիկտատուրա լինի, իրոք օրենքի դիկտատուրա լինի։ Աստված ձենդ լսի։ Ես ուզում եմ հասկանամ, այս մարդիկ, որ ասենք նստած Քոչարյան են սատարում, ավել պակաս լոչվում էին Նիկոլի վրա, էս են կանելու, այն են կանելու, մեզ էլ առավոտից իրիկում գրում էին մի քիչ մնաց սպասեք, այսինքն էլի, այն տունտունիկ էին խաղում։ Այո, հետո սաղիթ տարան։ Հիմա այդ տղերքը ուր են, այդ որ լոչվում էին Նիկոլի վրա, ուր են։ Ինչի Քոչարյանը չի գնում իր սաղիթ, ծանր հրետանին այդ իր սաղ փաստաբանների խիճի տանում մցնում ընդ, որ այդ տղերքին հանի։ Հələ ձեզ հարց եմ տալիս։ Հենց այդ նույն Քոչարյանի սատարողները, առավոտից իրիկուն էս TikTok-ներում քաշ եք գալի։ Նստած զավզավություն եք անում։ Արա զարմանում եմ, կրուգասուտից նիգետ մտնում սիետեր են անում։ Տղամարդ են, դրանք աշխատում են վավշե, չեմ ջոկում վավշե, ասեն ջա։ Հələ հարց եմ ուզում տամ, այդ բռնեցին տարան։ Ինչի Քոչարյանը չի հանում այդ տղերքին, հա։ Ինչի սա իր ծանր հրետանին չի լսնում, որ հանի այդ տղերքին, որտեղ խորոփազ ունի ձեր վրա։ Որտեղ այդտենց օգտագործվելու եք, ձեր կյանքերը կոտրեք, հոդվածները դնեք ձեր վրա, ու աշուծեն ունեք։ Ռասխոդնի մատերիալ եք ելնել իրենց համար։ Ոդի նորություն չէ, էլի։ Զարմանում եմ, որ դուք այդքանից հետո նորից գնացել եք դրանց հետևից։ Ու էլի լիքը, սիցի յասամակրոյ լիք կա։ Որ դուք ես տալ բացող չունի ուղերի մեջ։ Լիքն եք այդտենցներդ։ Լսի, սրանք չեն կարող հասկանալ։ Մի པարզ բան։ Անդիմությունը, այսպես ֆիթնես կլուբ վերաբացում, փողերա թափում, որպեսի փորձի հեղաշրջում անի, խի, որտեղ վստահ է, որ չի կրելու ընտրություններին, հասկացեք, կարա քանի անգամ արդեն ասենք։ Եթե սրանք վստահ են, որ ընտրություններին կրելու են, խի պետք է այդ փողերը հիմա ասեն։ Դա դասեք հասկանամ։ Խի, հենա 6 ամիս ամնացե, 6 ամիսը իմ վրաս մաշկը թարթես անցնելու է։ Թող կան ընտրությունների։ Ու դուք կտեսնեք իրանք ինչքան են կրելու։ Կտեսնեք։ Իրանք վստահ չեն անցնելու։ Դրա համար են ձեզ անընդհատ խառնում։ Դուք էլ ռասխոդի մատերիալ եք դառնում։ Ու հիմա բարձրանում է, որ փողերով կանչել են, ոմանց էլ փողերը քսել են, տոր լավ են արել, լցրել են ձեր բերանը։ Իրանք չի հետաքրքրում։ Ոչ դրոշ, ոչ սահման, ոչ անկախություն, ոչինչ իրանք չի հետաքրքրում։ Իրանք հետաքրքրում են մի բան, որ իրանք սաղ ունեցվածքը հենց հիմա դատախազությունը բռնագանձել է։ Քրեական վարույթները շարունակվում են, որոշ գործեր մտնում են արդեն դատարաններ։ Էս է իրանք վառում։ Ու ձեզ օգտագործում են նորից։ Սաղ կյանքները օգտագործվել են։ Սաղ կյանքները։ Ասեմ ավելին, սաղ կյանքները սուսուփուս եք օգտագործել, ձեր կամքի դեմ եք օգտագործվել։ Ու հիմա Նիկոլը տվեց ձեզ ազատություն, ձեզ տղա եք զգում, էլի, հելնում եք տարբեր ձևի, քրփում եք այլասերված ձևի։ Այսինքն զուգարան եք գնում հանրային կերպով, էլի։ Մարդ էլ զուգարան գնալուց Արսեն ջան, հելնի պատմի, հա։ Սրանք ամեն անգամ ես ուղղակի ես քֆուր գրողներին, քֆուր տվողներին ուզում եմ հարցնեմ։ Այդքան որ գրել եք, վստահ եմ շատ եք գրել ու հələ գրելու եք։ Ուզում եմ հասկանամ, էլի, որևէ քաղաքական արդյունավետություն ունեցել այդ ձեր քֆուր գրելը։ Կամ ձեր, չգիտեմ, էլի, ձեր ուղեղը այդքան է։ Արսեն ջան, իրանք չաթերը որ բացում են, իրանք չաթերը։ Իրանք գնում են ընդ ասում են, «Տես հա ինչ գրեցի»։ Հա, վերջ է դա, իրանք մակարդակը է դա։ Գլուխ ագովում, էլի, գնացի բանը։ Քֆուր գրեցի եկա։ Ուի, քֆուր եմ գրել։ Կարացի քֆուր գրեմ։ Բայց իրոք էլի, լացելու գործը դու հասկանում ես ինչի վրա են իրանք հաստատում են, գրելու վրա։ Ու այդ տղամարդկանց վրա Նիկոլ Փաշինյանը պետք է հույսը դներ, երկրորդական կռիվաներ Արցախի համար, որի համար դավաճան են ասում։ Հասկանում ես։
Կամ մի հատ էլ հարց տան։ Ես ինչ երևույթ հատահաս երևույթ է, էլի, sense աննորմալ, անմակարդակ։ Լրիվ տուպոյ երևույթ է, էլի։ Որտե կորուս ծնողին ոնց կարողացա ձերբակալել։ Արա ու դուք կտծրած չեք։ Այսինքն որտե կորուս ծնողը կարա դուբինկեն վերցնի, հարցակվի մարդու վրա, ինչ ա դե որտե կորուսը իրանց ձեռք չտան, լուրջ եք ասում։ Չէ, լուրջ։ Այսինքն որտե կորուսը կարա մտի գլխի քակի, հա։ Sense է դուս գալի։ Կարա մտնի տուն կնգած շինի։ Որտե կորուսը, հա, ձեր ասելով։ Յուրաքանչյուր հացագործություն ինքը կարա գործի, իրան կարելի է։ Որտե կորուսը, այ ինչ պահանջի պետք է հանես դնես դեմը։ Որտե կորուսը, չէ լուրջ։ Հերի չի շարքեք, որտե կորուս։ Խիմնակ ինքներ որտե կորուս։ Բավանացածը որտե կորուս, չէ։ Հա։ Էս ճապուշ բաներ եք բերում, արա։ Հերի չի արդեն մարդկանց այդ նուրբ լարերի վրա խաղ։ Այնքան խաղացիք, որ արդեն ոտերներից չի։ Հասկացա՞, ինչ էֆեկտ ա տվել։ Այնքան դրեցիք շարքեցիք, որ արդեն ոտերներից չի։ Թե ով է մեր դեմը կանգնած։ Դուք եք մեղավոր։ Դուք բոլոր սրբությունները ոտնահարեցիք այնքան շարքեցիք։ Դրա համար էլ հիմա կապ չունի ով է դեմս կանգնած։ Սխալա, բերնին ուտումա։ Ես ասում терпите. Что хотели, то и получили։ Բենասան մամվելը ճիշտ էր անում, էլի որ սաղի կազծրած էր ման տալիս։ Այն որ ձեր մեքենաները չէիք կարող գարաժներից հանեիք, փդում եք ձեր մեքենաները, գարաժները որտեղ վախում էիք քշեիք, որտեղ գիրեիք որ հանգած ինչ որ իր լակոտներից մեկի դուր եք տանելու են։ Ուրեմն ճիշտ էր անում, էլի։ Կամ ձեր երեխեքին որ տանում էին այնտեղ փոխարեն սովորացնեին կռվել, զենք տիրապետել, տարածքը տիրապետել, փոխարեն դա սովորացնեին, տանում էին համբալություն էին անում ձեր երեխեքը։ Դրանց դվարեսներն էին, ռեստորաններն էին սարքում։ Իսկ մի նուրը քաղելու համար տանում էին լավ ծեծում էին, մոր բանը ձեռն էին տալիս։ Ուրեմն ճիշտ են արել, էլի, հա։ Ուրեմն ճիշտ են արել։ Այ հոգնածներ։ Ես ինչեր եք խոսում։ Չկա տենց բան, լյուբոյ հանցագործ, ուզում է 10 երեխա կորցրածնի։ Ինքը հանցագործ է։ Դա առավելություն չի, որ ինքը որտե կորուս։ Տնողա։ Դա մեծ ցավ է, բայց առավելություն չի։ Մեկ մի բան եմ ուզում խոսել։ Այն որ կռված տղա կամ դաժե կռված աղջիկ, որը որ նաև վիրավորվել է պատերազմի ժամանակ, որ հելում եթեր անում։ Ասում եմ ես դեմ եմ խաղաղությանը։ Որ ասեմ ոտերից չի, որ դու դեմ ես։ Սենց հերիքա, ապեր կամ քուրո։ Իսկ ինչ անշան։ Ես կռվել եմ, ես վիրավորվել եմ, ես թույլ չեմ տա որ խաղաղության պայմանագիր կնքվի, չէ՞ լուրջ։ Ասենք այդ 20-30 հոգի, թեկուզ 20,000 հոգի քեզ լայքի, քեզ թվում է ինչ, քեզ են լսելու խաղաղության պայմանագիրը չկնքեն, լուրջ եք ասում։ Չէ, դուք իրոք տենց լուրջ ձեր մասին տենց կարծիք ունեք, որ ձեր ասելով անն լու։ Ես Արսեն ջան, իրոք որ sense նայում եմ, մտածում եմ, արա լավ, ես չեմ հավատում, որ հայը տենց տուպոյ լինի, էլի։ Ես չեմ հավատում։ Հայը չի կարա այդ աստիճանի տուպոյ լինի, էլի։ Հասկանում ես։ Հենի ասի ես դեմ եմ, ես թույլ չեմ տա, տո լավ է, եղող։ Մերի ջան, դե Համեստությունը լավ բան է, էլի։ Ասենք դու քեզից ինչ ես ներկայացնում։ Ինչա դե կռվել ես, վիրավորվել ես, քեզ թվում է քո պատճառով մենք խաղաղություն չենք կնքելու ու դարերով sense ապրելու ենք։ Իմիջիալոց դարերով ոչ մեկը թույլ չի տա որ ապրեք։ Վերացնելու են դա 100%, որտեղ արդեն սաղի կողորտին եք կանգնած։ Որտեղ մենք դարերով մենակ թշնամիներ եք ձեռք բերել։ Մենակ դրա ընդունակությունն ենք ունեցել։ Խոսելու ընդունակություն չենք ունեցել։ Քթներս տնկած sense բան ենք, մեզ դրել ենք մեծ բանի տեղ, այսպես մի բուր հողով ու մի բուր ազգով։ Դրել ենք մեզ մեծ բանի տեղ, թույլ չենք տա։ Քանի տարի։ Ձեզ ինչ ատում քանի տարի։ Հետո որ ասում եք Նիկոլ Փաշինյանը լավ չընդունեց բանը, ահա ինչա։ Պուտլերին չգնաց համալոտի մոտ ընդունի իրան դիմավորի, դրա համար պատերազմը սկսավ, հա, մեկ էլ սկսեցին շարքել ինքն ասեց Արցախը Հայաստանը եւ ու պատերազմը սկսվեց։ Այսպես տուպոյ հայտարարություններ մենակ տուպոյ մանգոլը կանի։ Ձեզ թվում է պատերազմը սկսում են ինչ որ մի հայտարարությունից։ Ձեզ թվում է ինչ որ մեկին չդիմավորելուց պատերազմն է սկսում։ Այսինքն դուք չեք մտածում որ 30 տարի սպասել անա։ Ուստեղ զանգը տվել է ռուսը, որ կարաս սկսես։ Այդ մասի չեք մտածում։ Ռուսը չի ասել սկսի, որտեվ իրան չեն դիմավորել։ Ռուսը ասել է սկսի, որպեսզի հայ ազգին նակազատանի, որ հայ ազգ հեղափոխություն անելն ու անկախություն ուզենալը ինչ գին ունի։ Այդ ինչի համար արել։ Ասենք ձեզ թվում է որ դուք եկաք ասենք ասեցիք ես դեմ եմ, ես ամեն սա ասելու ենք, օքեյ ախպերս, հա։ Ձեզ տենց հա։ լսվում է հիմա մեր։ Հա, լսվում է ձեր չտաս հեռախոսը, տեսել ասեմ ու ավարտեմ։ Նորից եմ կրկնում։ Որտեղ սկսվում է պետական շահերը, ձեր իրավունքները ավարտվում են։ Այդտեղ ստոպ տվեք, սկորոստը քաշեք ու կանգնեք։ Այդտեղ դուք ոչ մեկ եք։ Որտեղ որ պետական շահերն է գալիս։ Էսի մեկը միշտ հիշեք։